Փաշազադեն հրահանգում է, Փաշինյանը կատարում։ Փաշազադեն կրկին հրահանգում է, Փաշինյանը կրկին կատարում։ Հոկտեմբերի 13-ին Ալլա Շուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ում մեղադրում է հայ առաքելական եկեղեցուն մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու մեջ։ Դրանից ընդամենը 2 օր անց Փաշինյանի իրավապահներն անցնում են գործողությունների։ Այս անգամ թիրախում Արագածոտնի թեմն էր։ Իր հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանով։ Հրահանգներն ու կատարումներն արդեն ունեն 1.5 տարվա պատմություն։ Հետաքրքիր զուգադիպությամբ Բագրատ եւ Միքայել Սրբազանների կալանավորումներին եւս նախորդել էին Փաշազադեի հայտարարությունները։ Մայիսի 22-ին նա ասել էր. հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին։ Սրան հաջորդեց Փաշինյանի կողմից եկեղեցիների չուլանացման գաղափարը։ Ներկայիս իշխանությունը վերջնականապես կհաջողի, եթե եկեղեցու նման դարավոր եւ ամուր կառույցը հաջողվի պառակտել ու քանդել, ինչն էլ երազում են Անկարան եւ Բաքուն։